Մի քանի պատգամներ այս ընթացքում պատրաստել եմ մեր եկեղեցու համար, հիմնականում առաջ գնալու, նվաճելու պատգամներ են, հիմնականում հաղթահարելու, զորանալու, Սուրբ Հոգուն տեղ տալու պատգամներ են։ Ինքնաթիռում լավ առիթներ ա լինում, որ մի քանի այսպես պատգամներ ինքնաթիռների մեջ եմ գրել եւ հետո արդեն ազատ ժամանակ ունենալով մշակել եւ այլն։ Բայց որքան էլ կարծես թե այդ պատգամները կան, բայց Սուրբ Հոգին այսօր առաջնորդել է մեկ ուրիշ խոսք խոսեմ։ Ես հաճախակի եմ այս խոսքը ասել անցյալ տարվա ընթացքում, բայց այս օրերին Սուրբ Հոգին անդադ բերում էր ինձ այս պատգամի վրա, ես գնում եի ուրիշ տեղ, բայց ինքը բերում էր ինձ այստեղ եւ երեք վերջնականապես հաստատվեց եւ այսօր երեք ընտրվեց եւ այսօր առավոտյան հաստատվեց այս խոսքը, որ պետք է փոխանցեմ։ Կարծում եմ, իմ անձնական կարծիքն է։ Երբ որ Աստված մի լուրջ բան է ուզում անել մեր կյանքում եւ առհասարակ երկրում կամ եկեղեցու մեջ, առաջնային բանը, որ նա ուզում է անել, ամեն իրավիճակները շտկել, հարթել եւ հարթակ պատրաստելն է։ Եվ լավագույն բանը հոգեվոր կյանքի մեջ հարթակ պատրաստելու դա ապաշխարությունն է։ Երբ որ մարդը կարողանում է ապաշխարել, ամեն հարցերը թողնել, ամեն հարցերը արձակել, ամեն հարցերը կարողանալ կարգավորել, որպեսզի Աստված ազատ կարողանա գործել։ Իր ամբողջ ուժով եւ իր ամբողջ կարողությունով եւ իր ամբողջ փառքով կարողանա Աստված գործել։ Այսօր խոսելու եմ ծածուկ կյանքի մասին։ Ծածուկ կյանք։ Ով եմ ես, ով ես դու իրականում։ Դուք ինձ հիմա տեսնում եք բեմի վրա միկրոֆոնով, գեղեցիկ կոստյում հագած, Լիլիթի ընտրած ոճով հագնված, այսօր սա էլ ասում եմ, որ չհանգարց չհավանեք, գիտեք արդեն, եւ նաեւ հավանելու կողմից։ Գեղեցիկ, լավ, միգուցե ոչ որ մեկը իմ խոսելն էլ հավանի, քննարկվելուց օրինակ իմ խոսելավոճը շատ է հավանում։ Լավ, տեսնում եք սա։ Տեսնում եք այն, ինչ որ ես այսօր ցույց եմ տալիս, ինչպես ես երևում եմ, ինչպես որոշում եմ, որ երևամ։ Բայց իրական իմ կյանքը, իմ ներսը եւ իրական իմ կյանքը շատերը չգիտեք եւ կարծում եմ ոչ մեկ չգիտի այն, ինչ որ ես չեմ ուզում, որ երևա եւ ցույց չեմ տալիս։ Ով եմ ես իրականում, ով ես դու իրականում։ Ով ես դու, երբ որ մենակ ես։ Երբ որ կողքդ ոչ մեկ չկա, ոչ կողակից, ոչ երեխաներ, ոչ ծնողներ, ոչ ընտանիքի անդամներ, ոչ եկեղեցուց մարդիկ կան առավել եւս, երբեմն եղել է, չէ, որ մեկ եղել է, որ խանութում կամ ինչ-որտեղ բարկացել եմ այսպես բարկության ստեղ եմ տվես սկսեմ ջղայնանալ, մեկ էլ հիշել եմ, այ մարդ, ես հոգևոր եմ, սպասի, հոգևորից բացի հովիվ եմ, այ մարդ, ու հանկարծ ասեք մեկը լիներ կողքս, ու բա որ հանկարծ մեկն էլ եղել է, երբեմն եղել է, որ մեկն էլ, վայ, բարև ձեզ, մենք ձեզ լսում ենք, վայ, Հիսուս ջան, երանի թե չլսեի կամ էլ ով եմ ես իրականում եւ այս հարցին կարող ենք մենք պատասխանել ներսը նայելով եւ կարող ենք մենք պատասխանել երբ որ մենք մենակ ենք լինում ով ենք մենք այդ ժամանակ ինչպիսին ենք մենք այդ ժամանակ ճունը կարող է ակնհայտ լինել եւ ինքնությունը երևա այն ժամանակ երբ որ մենք միայնակ ենք երբ որ մենք ենք եւ մենք ինչ եմ ես մտածում մարդկանց մասին ինչ եմ ցանկանում մարդկանց ինչ եմ նայում եւ լսում այստեղ, ինչ եմ ես ցանկանում ինձ համար եւ այլն, ինչ եմ ես ուզում եկեղեցու համար, իմ ընտանիքի համար, Աստված միշտ սկսում է սրտից, համաձայն եք այս մտքին, հա, որ Աստված միշտ սրտից է սկսում։ Աստված երբեք չի սկսում օրինակ մեր ժպիտից, Աստված երբեք չի սկսում մեր ձեռքերից, որ ձեռքերը պետք է միշտ բարձր լինեն, Աստծուն փառավորեն կամ էլ ծափարեն Աստծուն։ Աստված միշտ սկսում է սրտից։ Մեր ձեռքերը բարձրանում են Աստծուն փառավորելու համար, որովհետև սիրտը ուզում է այդպես։ Մեր խոսքերը ուղղվում են Աստծուն, գովասանքի, փառաբանության մեծարանքի խոսքերը, որովհետև մեր սիրտը թելադրում է մեր բերանին, մեր բառերին, մեր մտքին, որ կարողանանք մենք խոսել, ասել։ Աստված միշտ սկսում է սրտից, եւ Աստծո կամքն է, որպեսզի մարդը սրտով մաքուր լինի։ Կասեք ամեն այս խոսքին։ Ծածուկ մեր կյանքը այն վայրն է, որտեղից ձևավորվում է մեր բնավորությունը, կառուցվում է մեր հավատքը, ծնվում է մեր էությունը եւ որոշվում է մեր ապագան։ Կառուցվում է մեր ինքնությունը։ Պատգամներից մեկը, որ պատրաստել է Եփեսացիների թղթից ինքնություն եւ կոչում, կարծում եմ հաջորդ կիրակի կամ մի կիրակի անպայման կխոսեմ մեր ով լինելը եւ մեր կոչումը, դրա մասին
ահագին պատրաստվել եմ եւ մեկ օր կխոսեմ, բայց այսօր սա եմ ուզում ասել, որ մեր ներսից է կառուցվում մեր ով լինելը, մեր ինքնությունը։ Եվ եթե մենք ուզում ենք զորություն եւ օծություն նաեւ աստվածային, դա գալիս է նորից ու նորից սրտից, ներսից, այլ ոչ թե արտաքինից։ Փառաբանության խումբը կարող է շատ գեղեցիկ երգեր երգել, ես էլ նրան միանամ, երաժիշտները շատ սիրուն նվագեցին, շատ գեղեցիկ ստացվեց եւ այլն, դա արտաքինն է, իսկ ինչ է ներսը։ Ես կարող եմ միաբանվել եւ ինչ որ բան զգալ, իսկ ինչ է ներսը։ Աստված միշտ նայում է առաջինը սրտին եւ սրտից է դուրս գալիս այն ամենը, ինչ որ ես այսօր կամ ցույց եմ տալիս, սրտից է դուրս գալիս եւ չարը եւ բարին։ Ով ես դու ծածուկում կամ ով եմ ես ծածուկում, դա է որոշում, թե ով եմ ես հրապարակային։ Այո, որքան է փորձեմ կեղծել եւ որքան է փորձեմ ինձ ցույց տալ այլ կերպով, միևնույն է, ներսի եղածը ինքը ի հայտ կգա։ Եթե ես էլ ի հայտ չբերեմ, Աստված հետամուտ է, որ անպայման ներսի եղածը ի հայտ գա։ Եվ Տիրոջ խոսքը այդպես էլ ասում է. ծածուկ որևէ բան թաքուն եւ ծածուկ չի մնալու։ Աստված տեսնում է ծածուկ կյանքը, Մատթեոս 6:6։ Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Եկեք վերցնենք միայն այս ծածուկ տեսնել։ Աստված տեսնում է ծածուկ կյանքը։ Աստծո ուշադրությունը միշտ ծածուկի վրա է։ Միշտ ծածուկ կյանքի վրա է։ Ինչ ունես դու քո սրտում, ինչ խորհուրդներ, ինչ մտքեր, ինչ ապրումներ, ինչ որոշումներ, ինչ խոսքեր, ինչ ցանկություններ։ Մարդիկ տեսնում են մեր ծառայությունը, մեր արտաքինը, իսկ Աստված տեսնում է ներսը, սենյակը։ Աստված վստահում է հրապարակային նրանց, ում կարող է վստահել ծածուկում։ Եթե Աստված քեզ կարող է վստահել ծածուկում, ուրեմն նա կարող է քեզ նաև վստահել հրապարակային։ Շատ դեպքերում, երբ որ մենք վստահված ենք հրապարակային, չի նշանակում, որ Աստված է մեզ վստահել։ Բայց Աստված վստահում է նրան ներքինը վստահել եւ ներսը վստահել, ծածուկը վստահել։ Ծածուկը իրական սրտի վիճակն է։ Առաջ Թագավորաց 16-րդ գլխի 7-րդ խոսքն է այդպես ասում, երբ որ Սամուելը գնացել էր օծելու հաջորդ թագավորին եւ Հեսեն իր որդիներին բերեց օծման համար եւ ի վերջո Դավիթը եկավ եւ Տերը ասաց, որ նա է 16-ի 7-րդ խոսքը այսպես է ասում, բայց Տերը Սամուելին ասաց. մի նայիր նրա, երբ որ նա ասում էր սա է մեծ որդին է թագավորը, բայց Տերը ասաց. մի նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում։ Մարդը տեսնում է աչքի երևացողը, իսկ Տերը սրտին է։ Իրավիճակներ կարող են լինել, երբ որ բացահայտում են մեր ներսում եղածը։ Ծածուկում եղած խոսքերը, ծածուկում եղած մտքերը, ծածուկում եղած շարժառիթները։ Իրավիճակներ, հանգամանքներ, որոնք դուրս են գալիս, բայց մինչև դա կարծես թե ապահով է, մինչև դա կարծես թե նորմալ է։ Մարդը կարող է ճիշտ խոսել, օրինակ հրապարակային, ես կարող եմ այսօր ճիշտ քարոզներ անել, բայց ներսում ունենամ իմ շահը։ Ես իմ կյանքից ինչ որ մի բան կարող եմ պատմել, ինձ ցածրացնող մի բան կարծես այսպես պատմեմ, բայց իրականության մեջ ես այնպես եմ պատմում, որ դուք ինձ ավելի շատ սիրեք ու ավելի շատ գնահատեք, ու ասեք, ես ինչ խոնար հովիվ ունենք այ մարդ։ Կարող է իրականից պատմությունը ես պատմեմ, դուք ասեք, ես ինչ խոնար հովիվ ունենք կամ էլ ես ինչ, չգիտեմ, լավ ախպեր ունենք, բայց իմ նպատակը չլինի դա, որ ես ձեզ պատմելով տպավորություն ստեղծեմ կամ ուզենամ անպայման հետապնդել, որ ես ինչ լավ հովիվ եմ կամ էլ ինչ լավ խոնար ախպեր եմ։ Ուղղակի պատմում եմ։ Բայց այդ դուք չեք կարող իմանալ, իսկ Աստված իմանում է, գիտի։ Երբ որ ես քեզ գովասանքի խոսքեր եմ ասում, դու լսում ես դա եւ ուրախանում ես, բայց դու չգիտես, ես ինչի համար եմ ասում, կամ դու կարծում ես, որ ես ասում եմ, որովհետեւ ես քեզ սիրում եմ, որովհետեւ ես քեզ տեսնում եմ, ես ճաշակ ունեմ, ճաշակով տեր, ասենք օրինակ, քնարքուրիկին ասեցի, քնարքրոջը գովում եմ, ասում քնարքուր ջան, ինչ գեղեցիկ ես այսօր։ Ասում այս ախպերս ես ճաշակով ախպեր, ինչու որովհետեւ ինքը իր գեղեցկության մասին գիտի։ Բայց թե ինչ կա իմ սրտում, դա մենակ Աստված գիտի։
Եվ ծածուկ կյանք եւ ծածուկ սիրտը Աստված տեսնում է, Աստծուց չես կարող թաքնվել։ Որքան է խորը պահենք եւ որքան է լավ թաքցնենք եւ որքան էլ հետամուտ լինենք, որ այն գեղեցիկ լինի, որքան էլ մենք փորձենք սիրունացնենք, միևնույն է, այն երևում է եւ Աստված գիտի։ Աստված այն գիտի, բայց Աստված միշտ տեսնում է շարժառիթը։ Ինչու ես դա արեցի, ինչու ես դա ասեցի, ինչու ես ինձ այսպես պահեցի, իմ վարքը, իմ կյանքը։ Սիրելիներ, չկա որևէ բան, որ Աստծո աչքից կարող է թաքնվել, չկա որևէ բան, որ մենք կարող ենք Աստծուն շրջանցենք։ Աստված ունի կանոններ, Աստված ունի խոսք, Աստված ունի կամք, որին ինքը անձամբ հնազանդվեց իր ամբողջ կամքով։ Թույլ տուր, որպեսզի խոսքը կատարվի, Հիսուսն ասեց։ Գրվածքը պետք է կատարվի։ Դա ինձ մահ կարժենա, դա ինձ ցավ կարժենա, դա ինձ անարգանք կարժենա, դա ինձ ցածրացում կարժանա, բայց թույլ տուր գրվածքը կատարվի։ Ինքը իր խոսքից չանցավ։ Ինքը մարդացավ, մարդու նման եւ իր խոսքը պահեց ամբողջությամբ։ Ինքը չշրջանցեց իր խոսքին եւ թույլ չի տա որևէ մեկը շրջանցի իր խոսքը։ Թույլ չի տա։ Կուզենք, կձգտենք, կանենք ամեն բան, բայց միևնույնն է չենք կարող, որտեղ Աստված ինքը գնահատում է իր խոսքը եւ Աստված ուզում է իր խոսքը կատարվի ամբողջությամբ։ Սիրելիներ, կարող ենք մենք պահել մեր սրտում բաներ, որ մարդիկ չիմանան, դա կարող լինի մեղք, դա կարող լինի վատ ցանկություն, դա կարող լինի ինչ-որ մի բան, որը ճիշտ չի, Աստծո առաջ ճիշտ չի, կարող ենք թաքցնել, պահել, ինչպես որ գիտենք Հեսուի ժամանակաշրջանում եղավ, հա։ Ով էր անունը քիշացնեք ինձ, որ վերցրեց այդ ստացվածքը։ Աքարը, այո։ Ախր հիշում եք քարի հետ կապվածը։ Աքարը տարավ եւ պահեց եւ նպաստեց, որ ամբողջ մի բանակը պարտվեն։ Անպարտ բանակը պարտվի։ Եվ Աստված հայտնեց վիճակ գցելով ընկավ իրեն եւ ինքը պետք է վերացվեր եւ կործանվեր, որտեվ իր մեղքից չապաշխարեց, չզղջաց, կոչին չանդրադարձավ։ Յուրաքանչյուր բան, որ մենք թաքցնում եւ պահում ենք, որ Աստծո կամքի եւ Աստծո ուզածը չի մեր սրտի մեջ, դա կարող լինի բամբասանք եղբոր նկատմամբ, դա կարող լինի արծաթասիրություն, դա կարող լինի շնության մեղք, դա կարող լինի նախանձ, դա կարող լինի ինչ որ մի, ասենք, օրինակ, եկեղեցում կոչ անում, Աստված միաբան եղեք, բայց իմ ներսի խորհուրդը անմիաբանության ատանում եւ ինձ լսողին կամ ինձ դիտողին։ Բաներ, որոնք Աստծուց չեն, բաներ, որոնք Աստծո հոգին չի հաճնում, Աստծո հոգին չի ցանկանում, Աստծո հոգին չի ուզում։ Բաներ, որոնք իդեպ հոգու մասին պատգամ, որ պատրաստում է բավականին երկար նաև խոսք ունեմ, որ մի տրտմեցնեք Սուրբ Հոգին, այդպիսի հատված կա կամ մի մարեք Սուրբ Հոգին, բաներ, որոնք տրտմեցնում է հոգում, բաներ, որոնք չի հաճենում հոգին, ասենք ես ունեմ, պահել եմ, ոչ մեկ չի տեսնում, բայց Աստված տեսնում է։ Եվ Աստծո խոսքը այսօր քեզ է ուղված ասելով, որ այդպես չես կարող առաջ գնալ, դու իմ հավանությունը չես ունենա, դու իմ օրհնությունը չես ունենա, դու իմ բարեհաճությունը չես ունենա, դու իմ հաղթությունն ու զորությունն ու օծությունը չես ունենա, սիրելիս։ Ես քեզ սիրում եմ, դու իմ համար թանկ ես, բայց ծածուկդ շտկիր, ծածուկդ մաքրիր, ծածուկդ ուղղիր, սրբացրու իմ առաջ։ Քանի դեռ հնարավորություն կա։ Քանի դեռ հնարավորություն կա։ Ինչու է Աստված այս ամենի մասին մեզ հիշեցնում, ինչու է Աստված ծածուկի մասին հիշեցնում, որտեղ ծածուկում միայն վատ բաներ չկան, լավ բաներ կան, խոսենք մենք դրանց մասին։ Բայց ինչու է Աստված մեզ հիշեցնում, իհարկե, մեզ քարկոծելու համար, մեզ հանդիմանելու համար, մեզ ստորացնելու համար, ցույց տալու թե մենք ինչքան վատն ենք, ոչ եւ ոչ։ Նա հիշեցնում է մեզ, որտեղ սիրում է մեզ։ Նա հիշեցնում է մեզ, որովհետև իր համար կարևոր է, որ մենք ապրենք այս կյանքը ոչ թե քարշ տալով, ոչ թե պարտված, ոչ թե այսպես դաղված, այլ ապրենք այս կյանքը ուրախ, հաղթական, Աստծուն փառավորելով եւ իր կամքը ամբողջությամբ կատարելով։ Ինքը նպատակ ունի, որպեսզի մեր ներսը համապատասխանի արտաքինին, որտեղ ամենամեծ հանդիմանությունը, որ ինքը արեց, դա փարիսեցիներն էին, որ կեղծավորություն էին անում, այսինքն ներսը լրիվ այլ էր, դուրսը լրիվ այլ էր։ Եվ Տերը հանդիմանում էր նրանց ասելով, որ դու կեղծավոր եք, եւ դու կեղծավորվում եք եւ մարդկանց էլ ավելի վնասում եք։
Նրա ամբողջ նպատակը սա է, որ մեր ներսը լինի ուղիղ եւ մաքուր եւ կարողանա իհարկե մեր դուրսն էլ կլինի ուղիղ եւ մաքուր, երբ որ ներսը մաքուր եւ ուղիղ է։ Սուրբ Հոգին ցույց է տալիս ոչ թե մեզ հանդիմանելու, մեզ ցածրացնելու, մեզ ստորացնելու, այլ մեզ բուժելու համար, մեզ շտկելու համար, մեզ զորացնելու համար, մեզ օծելու համար, մեզ իր կամքի մեջ մտցնելու համար։ Սա է նպատակը։ Ես ուզում եմ մաքրել քեզ։ Ես ուզում եմ դու արժանի զավակ լինես։ Ես ուզում եմ քո ցավը, քո դժվարությունը վերցնել իմ վրա եւ դու ազատ լինես ամբողջությամբ։ Սա է նպատակը, զավակս։ Սա է նպատակը։ Երբ որ կա հանդիմանություն եւ այն ցավեցնում է եւ չկա հարցի լուծումը, դա սատանան է։ Եվ իդեպ մենք երբեմն մարդիկը սատանայի գործիքն ենք դառնում, այսպես ցավեցնելու համար մարդկանց կարող ենք սխալ իրենց թերությունը ասենք այսպես, հետո խի ես ասում։ Գնա թողա գնա ապաշխարի, բայց դու ապաշխարության համար չասեցի, դու ուղղակի ասեցիր, որ դու տեղյակ ես դրա համար ու ասեցի նրա համար, որ իրան ցածրացնես։ Իսկ Տերը այդպես չի անում։ Տիրոջ ասածը մի սա է, որ ես կարամ քեզ օգնեմ։ Մի ապրի դրա հետ։ Մի ապրի այդ դժվարության հետ, ես կարամ ներեմ քեզ։ Ու ես ուզում եմ քեզ ներեմ։ Մարդիկ կարող քեզ չներեն ու չհասկանան, բայց ես կարող եմ։ Քո ծածուկը ինձ վստահիր։ Մարդուն մի վստահի։ Մարդու շուռ տվող մարդ է էլի։ Այսօր սենցա, վաղը սենցա։ Մենակ ծայրահեղ դեպքում, եթե Աստված զգում ես, որ չի վերցնում քո վրա այս ծանրությունը ու թույլ է տալի, որ դու որևէ մեկի հետ որևէ մեկին խոստովանես, այդ դեպքում գնա խոստովանիր եւ թույլ տուր, որ Աստված այդ ձևով քո վրայից վերցնի ծանրությունը։ Բայց հիմնականում Աստված սիրում է քեզ եւ լսում է քեզ, դու կարող ես անձամբ, անկեղծ, առանձին Աստծո հետ զրուցես եւ ասես, Տեր, այս խնդիրը ունեմ իմ ծածուկում, խնդրեմ ինձ օգնի։ Եվ ասեմ ավելին, ինչու է դե Սուրբ Հոգին հանդիմանում, ինչու է Սուրբ Հոգին ուզում մատնանշում եւ ուզում շտկել, որտեղ ուզում է քո ցավը դարձնել ծառայություն։ Քո դժվարությունը նա ուզում է դարձնել ծառայություն։ Քո խնդիրները, որի միջով դու անցել ես կամ անցնում ես այսօր, ուզում է այն դարձնել ծառայություն։ Քո պայքարները կարող են դառնալ ուժ, կարողություն, որոնք կարող են Աստծո կամքը կատարել։ Ով է անցել ցավով, կորստով, ով է անցել հիվանդությունով, ով է անցել դժվարություններով, ով է անցել դավաճանությունով, ով է անցել այս ամենով, ինչ որ մեկը, որը կարող է ապագայում օգնել նրան, ով որ դավաճանված է, ով որ ցավ ունի, ով որ հարազատ է կորցրել, ով որ խնդիրներ ունի, նա կարող է օգնական լինել, նա կարող է օգտակար լինել իր ապրումը, փորձառությունը եւ Աստծո իմաստությունը, եւ Աստծո խոսքը, երկուսը միասին կարողանում են օգտակար լինել երրորդ անձին։ Քո ցավը կարող է ծառայություն դառնալ, քո պայքարը կարող է ուժ դառնալ։ Դրա համար է Սուրբ Հոգին հանդիմանում, շտկում, փորձում ուղղել, որպեսզի ապագայում դու իր համար լինես ոչ միայն այսպես իր առջև հանդիմանված անդադ, ոչ, անընդհատ լինես ուրախ, զվարթ եւ գործածված իր կողմից։ Սա է նպատակը։ Պողոս առաքյալը խոսում էր ծածուկ կարգապահության մասին։ Ներսի կարգապահության մասին, առաջ Կորինթացիս 9:27-ը, այլ իմ մարմինը ճնշում եմ, ենթարկում եւ հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան լինեմ։ Պողոս առաքյալ, ախր դու առաքյալ ես, դու երրորդ երկինք համբարձվեցիր, սուրբ գրքերն ես գրել, հրաշքներ ու զորություններ են քո միջոցով լինում, դու ուրիշ ես։ Ես ուրիշ չեմ։ Իմ մարմինը նորից միս ու այրուն է, իմ հին մարդը նորից էլի դժողքից սնվող պղծվող հին մարդն է, իմ միտքն էլ նույն ձևով կարող է ցանկություններ ունենալ եւ ես պայքարում եմ այս ամենի հետ։ Ծառայությունը չի պաշտպանում մեզ։ Ծածուկ կյանքը պաշտպանված չի, երբ որ մենք օծյալ ենք, սիրելի եղբայրներ։ Մեր ներսի կյանքը պաշտպանված չի մեր օծությամբ։ Մեր ներսի կյանքը միշտ հարվածի ներքո է, մեր ներսի կյանքը միշտ մեր նոր մարդը միշտ սատանայի ուշադրության կենտրոնում է, որպեսզի հարվածի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես խնդրում եմ ձեզ եւ հորդորում եմ, որ դուք շատ աղոթեք իմ համար, եղբայրների համար, հովիվների, ձեր խմբի պատասխանատուների, առաջնորդների համար, ծառայության ավակների համար շատ աղոթեք։ Որովհետեւ նա գիտի մի ճշմարտություն, որ աստվածային ճշմարտություն է։ Հովիվը կզառնվի եւ հոտը կցրվի։
Հոտը ծրվում է ընդամենը մի երկու դեպք է գրված Սուրբ գրքում ասում է իրար մի խացնեք, որ չսպառվեք։ Եվ երկրորդն էլ ասում է, որ հոտը կծրվի միայն այն դեպքում, երբ որ հովիվը զարնվի։ Կամ էլ արդեն Աստված կծրի, երբ որ ինքը ուզի։ Աղոթեք ձեր առաջնորդների համար, որպեսզի նրանք սուրբ լինեն, կանգուն մնան, Աստծո ներկայության մեջ լինեն, որպեսզի նրանք հաղթարեն իրենց անձնական, իրենց ֆինանսական, իրենց խնդիրները, իրենց հարցերը կարողանան իրենք հաղթարեն։ Ձեր աղոթքները այսպես է։ Սատանայի շատ հարվածներ, որ գալիս է մեզ վրա, դուք կանգնում եք մեր կողքին, կամ եք կանգնում եք իմ ու չարի մեջտեղը եւ շատ հարվածներ ձեր վրա եք վերցնում, կամ էլ շատ հարվածներ արդեն մարում եք, որ նա չկարողանա ինձ հարվածել։ Որպես ես է կարողանամ ծառայել Աստծուն եւ ձեզ։ Ձեր առաջնորդների համար պատերազմ եք աղոթքով։ Մեր աղոթքները պետքա փոխվեն, քիչ հետո կխոսեմ աղոթքի մասին։ Պետք է փոխվեն։ Հանգիստ, կոմֆորտի աղոթքները պետք է դառնան պատերազմող եւ պայքարող աղոթքներ, սիրներ։ Եթե հիշում եք ինքշաբթի օրը ես խոսել եմ դրա մասին, սովորեցրում ես աղոթել։ Եվ ոչ թե պարզապես մենք իմանանք ինչ է աղոթելը, այս ժամանակի համար Աստված ուզում է, որ մենք սովորենք ինչի համար աղոթել։ Ինչի համար աղոթել եւ ինչպես աղոթել։ Այս ընթացքում եկեղեցին մտնում է մի նոր ընթացքի մեջ, որտեղ լայնացնում է իր տարածքները հատկապես առաջնային փրկված հոգիներով։ Եվ մենք գնացել ենք տարբեր տարածքներ եւ այնտեղ ավետարանում ենք եւ այնտեղ հիմնում ենք հավաքույթներ եւ բարձրացնում ենք այնտեղ խմբեր եւ եկեղեցիներ։ Ինչու, որտեղ Աստծուց ունենք այս խոսքը, Աստծուց ունենք այդ պատվերը, գնալ եւ ավետարանը քարոզել, հիմնել եկեղեցիներ, սկսել հավաքույթներ, օրհնել մարդկանց, փրկության պատճառ լինել։ Իսկ դուք ինչ եք կարծում, եթե մենք գնացել ենք այս ամենի մեջ մտնելով, սատանան ձեռքը ձեռքին գցած, ոտն էլ ոտին գցած, սուրճ է խմում կամ չէ, կոկա-կոլա նա հազիվ խմի։ Նա իր ամբողջ արսենալը, իր ամբողջ զորքը ուղղելու է քո դեմ, իմ դեմ, եկեղեցու դեմ, որտեվ դու ուզում ես անել Աստծո կամքը։ Եթե Աստված թույլ տա իհարկե իրեն։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Կանգնենք հավատքի մեջ, սրբության մեջ, ներքուստ ուղիղ լինենք եւ աղոթքի մեջ կարողանանք կանգնել։ Ամեն սիրներ։ Այս կարգապահությունը Պողոսը մեզ սովորեցնում է, որ չլինի թե ես ինքս անպիտան լինեմ, ես ինքս խոտելի լինեմ, ես ինքս ուղղակի անեմ, ասեմ, բայց չլինեմ համապատասխան։ Ես ինքս պետք է կարգապահ լինեմ։ Այո, կարող է այսօր որևէ մեկս կարող ենք ընկնել։ Կարող եմ ես ընկնել, լավ, եկեք ինձ վրա վերցնեմ, ընկնել Կարող է ես ընկնեմ։ Դա չսկսվեց այնտեղ, որտեղ որ դուք ինձ տեսնում եք։ Դա սկսվեց առաջինը, իմ ծածուկում։ Հանրային վայրընկնելը կամ տեսանելի վայրընկնելը այն սկսվում է ծածուկում։ Ուշադիր եղիր, կարգապահ եղիր քո ներսին։ Եթե այստեղ մաքուր է, սուրբ է, ուղիղ է, ուրեմն դուրսը հաստատ սուրբ եւ ուղիղ կլինի։ Շատերը կարող ասեն սուրբ չի, ուղիղ չի, մաքուր չի, իրանց խնդիրն է։ Բանի տեղ մի դիր։ Բայց եթե դու ուղիղ ես քո սրտով եւ ներսով, ուրեմն դա է կարեւոր Աստծո համար եւ նաեւ Աստծո ծրագրի եւ գործի համար։ Եվ նաեւ Աստծո սուրբերի համար։ Եվ միևնույն ժամանակ հանրային կամ տեսանելի հաղթությունները նորից չեն սկսվում հանրային դաշտում, տեսանելի դաշտում։ Տեսանելի հաղթությունները սկսվում են կրկին ծածուկում։ Ծածուկում դու սովորեցիր, ծածուկում դու զարգացար, ծածուկում դու զորացար, ծածուկում դու վերցրեցիր, ծածուկում դու հանդիպեցիր, ծածուկում դու օծվեցիր։ Ապագայում այն հանրային կդառնա։ Մենք շատ ամեն բան անում ենք, որպեսզի առաջինը հանրային լինենք, բայց Աստված ասում է. լսիր, քեզ շարժվելու համար, նո եկեք այսպես հոգևոր ավելի շատ, քեզ շարժվելու համար, զորություն ունենալու համար իմ օծությունը կներեք, էլի Տեր ջան, դու էլ կներես։ Աստծո, ասեմ թե չասեմ, Արսեն։ Ասեմ, չէ, դու Աստծո, դրա համար քեզ հարցրեցի։ Ասու գիտես, Աստծո դաբրոնա պետք։ Էդի ոնց կլինի հայր։ Հավանությունն է։ Ասեք որ դաբրոն ավելի լավն է, լավ։
Հավանությունը։ Հոգևոր աշխարհում ինչ որ բան փոխելու համար Աստծո հավանություն, Աստծո հաստատությունն է պետք։ Հաճությունը, Աստծո կնիքն է պետք մի խոսքով։ Իսկ դա Աստծո պեչատը, համ հայերեն, համ ռուսերեն, կնիքն էլ չէ պեչատը։ Լավ, այս հոգևոր աշխարհում այդ զորությունն ունենալու համար նրա օծությունն ու նրա թույլտվությունն է պետք։ Իսկ դա ստացվում է ծածուկում։ Դավիթը հաղթեց Գողիաթին։ Նա տապալեց Գողիաթին, ով որ վախ էր ներշնչում ամբողջ Իսրայելին։ Իսկ Դավիթն ով էր։ Առյուծներին եւ արջերին տապալող Դավիթն էր։ Նա ինչ որ ժամանակ արջերին եւ առյուծներին տապալեր էր ու ոչ մեկ դրա մասին չգիտեին, Գոքոր ջան։ Ես ու դու որ լինենք, մի քանի հատ նկար կնկարենք ու եթե մենակ Facebook ունենք, այդ օրը հաստատ Instagram, TikTok ու չգիտեմ ինչեր էլ կբացենք, որտեվ առյուծ եմ տապալել, արջ եմ տապալել։ Ու սաղ աշխարհով մեկ բեմերից հարցազրույցներ կսկսենք վերցնել, Արտո աղբերը հարցազրույց կվերցներ քեզ, ո՞նց եղավ, երբ որ դու տեսար այդ արջին, ինչ տեղ ունեցավ քո, ինչ զգացիր, ո՞նց արի, փախար թե միանգամից հարցակվեցիր, ինքը ուզում է պատմի, ոնց տապեց, ասում, չէ, սպասի, կգանք դրանց, այս մանրամասը, իմ պատգամի մոտ մի 20-30 րոպեն կհատկացնեի, թե ինչպես է այդ անձնավորությունը արջին տապալել։ Օրինակ Արմանը։ Ինչու որտեվ սենսացիոն ինչ-որ, բայց ոչ մեկ չգիտեր դրա մասին։ Ոչ մեկ տեղյակ չէր դրա մասին։ Գոնե մենք տեսնում ենք, որ միգուցե ոչ մեկ չգիտեր։ Դավիթ, պատմի, ասա, սխրանքներդ, պատմիր, գլուխ գովա, տեղին ա։ Եվ երբ որ եկավ ժամանակը, նա բացեց այն ինչ որ ծածուկում տեղի էր ունեցել։ Իր ծածուկում հաղթությունը, որ ոչ մեկ չգիտեր, հայտնի եղավ, երբ որ նա տապալեց Գողիաթին։ Մի նեղվիր, որ քո բարձրունքների, քո հաղթությունների մասին չեն տեսնում, չեն նկատում։ Մի նեղվիր խոնար լինելուց։ Մի նեղվիր ներքին հաղթություններ ունենալուց։ Մի նեղվիր, որ քո նկատմամբ անարդար են։ Մի նեղվիր, որ չեն տենում, էլի, այմարդ, ինձ ոչ մեկ չի հասկանում, ախր ես այտենց չեմ, էլի ներքիստ, ասենք, մի նեղվիր, շարունակիր ներքուստ հաղթական կյանք ունենալ։ Կգա ժամանակը եւ Աստված կբարձրացնի։ Մի նեղվիր, որ քո սրբությունը եւ քո մաքրությունը այլ ձևով են մեկնում, այլ ձևով են մեկնաբանում եւ ասում։ Մի նեղվիր, որ մարդիկ կարողանում են քո մասին վատը խոսել, տեղին կամ անտեղին։ Կարող է դու սխալներ արած լինես կյանքում, կարող է արած էլ չլինես կամ այսօր էլ սխալ ունես կամ չունես։ Մի նեղվիր, երբ որ դու Հովսեփի նման պահիր քո սրբությունը ծածուկում։ Երբ որ ժամանակներ առաջ ինչ որ հարցեր էր լինում եկեղեցական ընթացքի մեջ եւ մեղադրում էին տարբեր հովիվների, այդ թվում նաեւ իմ հայրիկին, այլ հովիվներ, որ այսօր միգուցե մի փոքր այլ են մտածում։ Երբ որ առիթ է լինում, եղբայրներից ասում էին, որ նոդար աղբեր գնանք, ասենք, խոսանք, պարզաբանենք, ասում էր, ես չեմ ուզում, Հովսեփը պարզաբանեց, խոսած, ասեց, չէ։ Եթե Աստված թույլ է տվել, թողեք։ Աստված իր ծառաներին բարձրացնել գիտի։ Ու նաև խոնարհեցնել էլ գիտի։ Ինքը ինչքան բարձրացնել գիտի, այդքան է խոնարհեցնել գիտի։ Պետրոսին եւ բարձրացնել գիտեր Աստված, եւ Պողոսի միջոցով ինչ որ չափով խոնարհեցնել էլ գիտեր։ Պետրոս, դու որ հերյա ես ապրում ես Հեթանոսի պես, ինչու ես ուզում Հեթանոսը ապրի հերյայի պես։ Ախպեր, ճիշտ չի։ Ինչ որ ստե ծուրմուր բաներ կա, Պետրոս ախպեր։ Ճիշտ չի։ Այո, ոչ մեկ կարող է չտեսնել, բայց դու շարունակիր քո սրբությունը, շարունակիր քո ծածուկ հաղթությունը եւ կեղծավորություն մի արա։ Ծածուկ աղոթքը։ Տիրոջ խոսքը Տերը ասեց, որ հենց Մատթեոս 6:6 այդ մեր հիմնական համար ասում է, այլ երբ որ դու աղոթես, մտիր քո սենյակը։ Փակիր դուռդ
եւ ծածուկ աղոթիր քո հորը եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը հայտնապես կհատուցի քեզ։ Ամեն։ Այսօրվա մեր աղոթքը հայտնապես աղոթք է, սա ծածուկ չէ։ Չորեքշաբթի օրվա մեր աղոթքը ծածուկ չէ, հայտնապես աղոթք է։ Եվ առհասարակ աղոթքաժողովները։ Բայց մենք կարիք ունենք ունենալու մեր ծածուկը, մեր անհատական աղոթքը, մեր սենյակը, ինչպես էստեղ ասում է։ Եվ դուրը գոցենք, աշխարհի համար դուրը գոցենք, մեր զգացմունքների համար, մեր հիվանդության համար, մարդկանց կարծիքների համար, ամեն ինչի համար դուրը փակենք, մտնենք մեր ծածուկ սենյակը։ Սենյակ մտնենք։ Տեր Հիսուս Քրիստոսը ուներ վայր, ինքը գնում էր անապատներում, լեռների վրա, այգիներում, առավոտ կանուղ, գիշեր անցկացում էր, նա վայր ուներ աղոթելու։ Տեսնում ենք Պետրոսին տանիքի վրա, նա բարձրանում էր տանիքը Սիմոնի տանը եւ այնտեղ աղոթում էր իր սենյակն էր։ Ամեն մեկը իր սենյակն ու իր ընթացք ունեն, ո՞րն է քո սենյակը։ Մարդիկ կան այստեղ նստած, որոնց աղոթքի սենյակն է կամ եղել է սանհանգույցը։ Որտեւ ընտանիքի անդամները չեն կիսել իր հավատքը եւ միակ տեղը, որ ինքը կարող էր աղոթել, դա զուգարանն էր, կներեք, այսպես հայերեն ասեմ։ Սանհանգույցն էր։ Ու կարող է արդեն բողոքին ասել, այդքան ինչ ես անում, մարդ։ Մենք մտնում ենք շուտ դուրս են գալ, դու ինչ ես այսքան։ Դե արի բացատրի, որ աղոթք եմ անում։ Որն է քո սենյակը։ Ինչքան հրաշալի է, չէ՞, որ մի հատ խորտկանոց կարող է լինել, բայց այնտեղ կարա իշնի Աստծո ներկայությունը։ Դա նման է Տեր Հիսուսին, երբ որ ծնվեց գոմի մսուրին, գոմի մեջ եւ դրվեց մսուրի մեջ եւ փառավոր թագավորը, երկնքի Աստվածը, դեզերքի արարիչը ծնվեց մսուրում, բայց այդ վայրը գեղեցիկ էր։ Ճիշտ է, կովի թրիքի հոտ էր գալիս, կամ կենթանական կենթանիների հոտ էր գալիս, բայց արքան էր ծնվել։ Սիրն է, նայեք, ճիշտած ուզում էի տենց մի բան բերեի, հետո մոռացա աշկոս չնգա։ Պապաս մի քանի հատ ռադիո ուներ, նենց է բարձր էր լսում, չէ՞, մաման ասում էր, այ նոդիկ ջան ցածրացու, ինքը ավելի էր բարձրացնում։ Սիրում էր Ազատություն ռադիոկայանը լսել, ասի մի հատ գտնեմ բերեմ, երևի թափել ենք արդեն ամբողջը։ Ուզում էի բերեի, գիտեք ինչ անեի այդ ռադիոյով։ Այստեղ ալիքներ բռնեի։ Կբռնի, չէ՞։ Չէ՞։ Բերելու եմ քննարկուր, հեսա հիմա չէ, հետո բերելու եմ փորձել։ Ես գիտեմ, որ կբռնի, որտեղ մեքենաների մեջ բռնում ատար։ Լավ։ Որ ինչի է բռնում։ Որտեղ կա այս օդի մեջ կան, ո՞նց են ասում դրանց, չգիտեմ, ալիքներ ասենք։ Ռադիո ալիք։ Սարքն է պետք, կենտրոնացնես այդ պտտակը, պտտացնես եւ դնես իրեն ալիքի վրա, ու ինքը կբռնի։ Չէ՞։ Երբ որ մտնում ես քո ծածուկ սենյակը, Աստծո ալիքները գործում են, իր հայտնությունները, իր խոսքը։ Ուղղակի մեզ պետք է պտտացնենք, մեզ պետք է Մովսեսի նման, Հովանեսի նման թեքվենք դեպի իրեն, ուշադրություն դարձնենք դեպի իրեն եւ վերցնենք։ Աստված շատ հայտնություններ ունի այսօր տալու, ոչ միայն հայտնություն խոսքից, որ ես պատմեմ, ասեմ, մարդիկ ինչ հայտնություն է, չէ, քո կյանքի մասին։ Լիքը հայտնություններ ունի Աստված ասելու։ Օրինակ այսօր բան կա, հարց կա, որի համար ես աղոթում եմ եւ ասում եմ, Տեր, հայտնիր ինձ։ Հայտնիր ինձ քո կամքը խնդրում եմ։ Ես կարիք ունեմ քեզանից խոսք լսնել։ Ինչքան հետարքիր է, ինչքան լավ է, երբ որ Սիկելակում Դավիթը իմացավ, որ գնա հասնի թշնամուն, կհասնի եւ գերիներին հետ կբերի եւ կկոտորի թշնամուն։ Որքան լավ էր, չէ՞, որ Աստված նախապես խոսեց, որ դու հաղթություն ես ունենալու, գնա։ Որքան լավ է, որտեղ Աստված խոսում է։ Ուղղակի մեզ պետք է այդ ռադիոյի նման տրամադրվել եւ գալ իր առաջ եւ ժամանակ հատկացնել եւ կարողանալ իր արժեվ ուշադրությամբ խոսել իր հետ եւ վերցնել ու լսել դա։ Ինչու չենք լսում, որտեղ Աստված չի խոսում։ Ոչ, երբեք խնդրեմ ես մեղքը չգործենք, այս սուտը չասենք, Աստված խոսում է, Աստված գործում է, Աստված միշտ կենթանի է։ Պարզապես մենք պետք է գնանք մեր ծածուկ սենյակը։ Դուրն էլ փակենք ամեն ինչի նկատմամբ եւ ուշադրությամբ փնտրենք իրեն ու ինքը կհայտնվի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Այդ հայտնությունները, առաջնորդությունները, զորությունը, հոգու խորությունը այդ ծածուկում է սիրելիներ։ Այնինչ վերցնում ենք ծածուկում, այն երևալու է հրապարակավ։ Եթե հրապարակավ ինչ որ բան չունեմ, ուրեմն
Ծածուկում չեմ վերցրել։ Իսկ եթե վերցրել ես, ուրեմն հրապարակիր, ուրեմն արա, ուրեմն մտիր քո կոչման մեջ, ուրեմն սրբացիր, ուրեմն ուղիր ինչ որ բաներ, որ կարողանաս այն հրապարակել, այն դրսևորել, այն անել, մի սպասիր։ Այսօր ես ապաշխարել, այսօր ես կյանքը տվել Հիսուսին, ինչ կարող ես անել Աստծո համար։ Գոնե կարող ես ասել, թե ով էր ու այսօր ով ես։ Ինչ փոխվեց քո կյանքում, գնա եւ պատմիր։ Այնինչ որ Աստված արել է ծածուկում, այսօր Աստված կարող է անել հայտնապես, ցույց տալ հայտնապես։ Գիտես, մեր աղոթքի կյանքն ու մեր փառաբանության կյանքը սրանք տարբեր բաներ են։ Կարող է փառաբանություն լինել աղոթքի մեջ, կարող է աղոթքի մեջ փառաբանություն չլինել անգամ։ Մեր աղոթքի կյանքն ու փառաբանության կյանքը այն շատ է զայրացնում, շատ է կաշկանդում սատանային, դժոխքին, նրա ոգիներին, շատ է կաշկանդում, շատ։ Ինքը չի սիրում, երբ որ Սեդրակն ու Միսակ Աբեդնագովը, Դանիելը, նրանք փառաբանող մարդիկ էին, նրանք աղոթող մարդիկ էին, չարը չի սիրում։ Չարը չի սիրում, երբ որ Դանիելը հայտնություն ուներ եւ մեկնաբանում էր թագավորի հայտնությունները։ Նա չէր սիրում, երբ որ նա մեկնաբանեց Բաղդասար թագավորի հայտնությունը։ Չսիրեց։ Դեռ հլը Նաբուկոդոնոսորի ժամանակվանից կներեք, ատամ ուներ Դանիելի վրա։ Ոնց թե դու գաղտնի բաները ոնց կարաս իմանաս, Աստծո բաները ոնց կարող ես իմանալ։ Իմ ամբողջ ծառաները չկարողացան մեկնել թե ինչ է։ Ոնց կարան մեկնեն Աստծո արածը։ Այդ էր պակաս սատանան կարողանար մեկնաբանել Աստծո արածը։ Շատ մեր կողմից սուտ խոսար իր նմաններին հավատացներ, էլի։ Բայց Աստծո մարդը, որ Աստծո հոգին ունի, նա գաղտնի բաները, նա անհայտ բաները հայտնվում է իրեն, նա իմանում է, որտեղ Աստծո հետ կապ ունի։ Եվ Աստված շատ հայտնություններ ունի, որոնք կարող ենք մենք իմանալ, չերևացած բաները, չլսված բաները, չտեսնված բաները, չշոշացված բաները պատրաստված են նրանց համար, ովքեր որ Աստծո հոգուն տեղ կտան, ովքեր որ ծածուկում տեղ կունենան։ Եվ Դանիելի եւ Միսակ Սեդրակ Աբեդնագովի համար տեսնում ենք ինչեր որոշվեց։ Որոշում կայացվեց, որպեսզի Դանիելի աղոթքը կանգնեցվի։ Կուրկ բարձրացվեց, որպեսզի 3 երիտասարդները ծնկեն եւ երկրպագեն եւ նրանք կարողանան երկրպագեն այդ կուրկին։ Երկուսն էլ եւ 3 երիտասարդներն եւ Դանիելն էլ իրենց աղոթքը չդադարեցրեցին, իրենց պաշտամունքը չփոխեցին, որովհետեւ իրենք ճանաչում էին Աստծուն։ Երկուսն էլ մեկը 3-ը գծվեցին կրակե հնոցը, Դանիելը գծվեց առուսների գուբը։ Բայց միևնույն է, իրենք չդադարեցրեցին իրենց աղոթքը, չդադարեցրեցին իրենց երկրպագությունը, չդադարեցրեցին իրենց ճշմարտությունը։ Իրենք ճշտով ապրող տղաներ էին։ Ճիշտ է, մեծ տղաներ էին, մոտ 80 տարեկան արդեն Դանիելը, բայց միևնույնն է, իրենք եւ Աստված անձամբ այցելեց իրենց։ Առուսների գուբում, կրակի հնոցի մեջ, ինչու որտեղ այս մարդիկ աղոթող եւ պաշտող ու երկրպագող մարդիկ էին ամենակարող Աստծուն։ Քո ծածուկում աղոթքն ու երկրպագությունը, քո ծածուկում Աստծո երեսը փնտրելը, քո ծածուկում Աստծուն հայտնապես ընդունելը, այն կարող է շատերին վկայություն լինել, ինչպես այսօր այս երիտասարդների, այս մարդկանց կյանքերը մեզ համար վկայություն են։ Եվ երբ որ մենք վերցնում ենք ծածուկում, այն կարող է հայտնապես օգտակար լինել եւ օրհնություն լինել։ Ծածուկ հավատարմություն, սա էլ ասեմ ու ավարտեմ։ Շատ բաներ կա դեռ մոտս գրված, բայց չեմ ասի, սիրելիներ, ծածուկ գործ, բարեգործություն, ծածուկ զորանալ, կրթվել, ծածուկ հավատք եւ այլն, բայց չեմ ասի դրանք։ Ծածուկ հավատարմություն Ղուկաս 16:10 այսպես ասում. քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է։ Շատ բաներ դեռ չեն երևում, ոչինչ, քչի մեջ, չերևացողի մեջ դու հավատարիմ եղիր։ Արտավազդ աղբոր նման, հովիկ աղբոր նման չես երգում եւ չես փառավորում, երևացող ծառայություն չես անում, ոչինչ, քչի մեջ հավատարիմ եղիր։ Չերևացողի մեջ հավատարիմ եղիր։ Եվ Աստված տեսնում է այդ ծածուկը։ Եվ եթե դու հավատարիմ ես, ուրեմն Աստված քեզ կվստահի մեծը, շատը եւ այն կերևա նաեւ։ Բայց մեզ համար չպետք է կարևոր լինի երևալը, մեզ համար կարևորագույնը պետք է լինի նրան հավատարիմ լինելը։ Երբ որ մեկ անգամ առիթ կար ինձ եւ եղբայրների ցույց էին տալիս մեծ ինչ-որ մի բան, որը ձեռք էին բերել Աստծո համար, Աստծո գործի համար, եւ մենք աղոթեցինք, օրհնեցինք, սրտումս այս դրվեց ասելու իրենց, որ լավ է, ու Աստված կօրհնի եւ ամեն բան կլինի ժամանակին ու ճիշտ ձևով, բայց կարևորը սա է, որ դուք հավատարիմ լինեք Աստծուն։
Եվ հավատարիմը միայն մեղք գործելն ու սուրբ ապրելը չէ։ Հավատարիմը Տիրոջ կամքի մեջ մնալն է։ Ինձ համար հավատարմությունը սա է՝ ծառայել Աստծուն այնտեղ եւ այնքան եւ այնպես, ինչպես որ նա ինձ սահմանել է։ Սա իմ հավատարմությունն է ուղղված Աստծուն։ Իհարկե, առաջնայինը ապրել Աստծո խոսքով, ճիշտ կյանքով, ճիշտ հոգևոր լինել։ Եվ երկրորդը հավատարիմ լինել իր կամքին, ծառայության համար, անելու համար։ Սա էլ պակաս կարևոր հավատարմության դրսևորում չէ։ Այո, դու Աստծո զավակ ես, քո ինքնությունը Աստծո իշխանն ես, Աստծո դուստրն ես, Աստծո տղան ես, բայց նաև դու անելիք ունես, կոչում ունես, Աստծուց տրված։ Կոչ եմ անում քեզ հավատարիմ լինես։ Քո կոչմանը։ Ես հաճախակի եմ ասում եւ կասեմ, միշտ կարծում եմ, վերնատան եկեղեցում մասնակից չկա։ Վերնատան եկեղեցում կան ծառայողներ։ Մասնակից է այնքան, մինչև որ ջրով կմկրտվի, որովհետև եկեղեցում այո յուրաքանչյուր անդամ ծառայող է, կասեք ամեն այս խոսքին։ Եթե որևէ ծառայություն եւ գործ չունես Աստծո համար, ուրեմն շտապիր ընդունելու եւ վերցնելու քո կոչումն ու քո ծառայությունը եւ ասելու Տեր, ինչ կարող եմ անել եւ անհանգստացնում ես։ 10 անգամ ասել ես բանի տեղ չենք դե կներես, էլի որ ասում եմ։ Կամ էլ 11-ն էլ ասա, 20-րդն էլ մեզ հիշացրու, ասա, ես ուզում եմ ծառայել։ Ինչ կարող եմ անել եկեղեցում եւ Աստծո համար։ Այո, ծառի արմատները չեն երևում, բայց ամբողջ ծառը պահպանվում է այդ արմատների վրա։ Քո փոքրի մեջ հավատարիմ եղիր։ Եվ այսօր լավ օր է, որպեսզի մենք կարողանանք Աստծո առաջ շտկվենք, փոխվենք, ներվենք, ապաշխարենք, եթե դրա կարիքը կա, որտեղ Աստծո խոսքը Ղուկաս 8:17 ասում է, մեջբերում արեցի բանավոր, եկեք կարդանք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտի չդառնա, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի ու չբացահայտվի։ Ամեն բան Աստված գիտի։ Եթե կան բաներ, որոնցից ես ու դու պետք է ապաշխարենք, արի այսօր ապաշխարենք։ Եթե կան բաներ, որոնցից մենք պետք է փոխվենք, արի այսօր փոխվենք։ Եթե կան բաներ, որոնցից մենք պետք է հրաժարվենք, արի այսօր հրաժարվենք։ Խնդրում եմ քեզ, եղբայրաբար եմ խնդրում, խոնարհաբար եմ խնդրում։ Չթողնես վաղվան։ Չթողնես վաղվան։ Թե վաղը ով կգա եւ ինչ կլինի, դու չես իմանում, բայց այսօրվա կարևոր բանը չթողնես վաղվան։ Աստված չի փնտրում կատարյալ մարդկանց։ Նա փնտրում է իրական մարդկանց, ազնիվ մարդկանց։ Նա չի վախենում քո խառնակ կյանքից, խառնակությունից, նա ուզում է մտնել այնտեղ։ Շատերը կփախնեն քեզանից, քո խառնակությունից շատերը կփախնեն, իսկ Աստված ասում է թույլ տուր մտնեմ այնտեղ։ Ես լավ մաքրություն կարամ անեմ, ես լավ բժշկություն կարամ անեմ, ես լավ կարամ կարգավորեմ ամեն բանը, թույլ տուր մտնեմ այնտեղ։ Այնինչ Աստված բուժում է, ծածկում է, նա օգտագործում է բացահայտ կերպով այդ բուժումն ու այդ օրհնությունը, բայց նա ծածկում է։ Նա երբեք քեզ չի խայտարակի, նա երբեք քեզ ամոթով չի թողնի։ Ով որ խայտարակում եւ ամոթով է անում, այն սատանան է եւ սատանայի կամքը կատարողն է, իսկ Աստված ծածկողն է, ներողը եւ արձակողը։ Երբ որ դու գնում ես իր մոտ, ասում ես՝ «Տեր, ների», ասում է՝ «Ինչը»։ «Տեր, ների, ես այն օրը մեղք եմ գործել»։ «Տեր, խնդրում եմ, ների»։ Ասում է՝ «Ախր չկա մեղքի, չեմ գտնում մեղքը քո վրա»։ Ինչու որտեվ Քրիստոսի այրունը ծածկել է քո բոլոր մեղքերը։ Դու կարող ես հիշում ես, բայց ինքը արդեն մոռացել է։ Եվ կարող են մարդիկ հիշացնել, այն Աստված չէ։ Այն ինչ որ նա բուժում է, նա ծածկում է։ Մի օր մարդիկ կտեսնեն օծությունը, բայց Աստված տեսել է քո ծածուկ սենյակը։ Այո, մարդիկ տեսնում են քո օծությունը, բայց առաջին Աստված տեսել է քո ծածուկը, քո սենյակը, քո առանձնանալը նրա հետ։ Մի օր մարդիկ կտեսնեն քո հաղթանակը, բայց Աստված տեսել է քո պայքարը։ Ոչ մեկ չի տեսել քո պայքարը, կամ միգուցե քչերն են տեսել, բայց Աստված տեսել է։ Մի օր մարդիկ կտեսնեն քո վստահությունը, բայց Աստված տեսել է քո հավատարմությունը։ Քո ապագան որոշվում է սիրներ այնտեղ, որտեղ որ ոչ ոք չեն տեսնում։ Քո ծածուկում, ինչպես ես կառուցում քո ապագան, դու ես որոշում։ Եվ այսօր որոշիր ինչպես ես քո վաղվա օրը կառուցում, քո հաջորդ տարին կառուցում, եւ այդ ծածուկում հաստատիր Աստծմով։